Ոչ մեկը չի գնա, եթե հնարավորություն չի, ապահովված չէ իրաց անվտանգությունը։ Իսկ այն կողմից եկողները իրանց ձենքը զրահով են գալու, իրանց թիկնապահներով են գալու, իրանց անվտանգությունը ապահովող են գալու, իրանց ներքին գործերի մինիստրության աշխատողներն են գալու, ու ինչքանը 300-ի տեղը 400,000 կգան, նրանք կգան, հայերը չեն գնա։ Ուղարկը մեզ պահանջի Բաքվի Արմենի քենդ է, որտեղ ժամանակի եղել է 460,000, ինձ որ ծովից գցած մինչև Կիրովսկի պասյոլկա։ Թո պահանջի նա, խի պահանջում։ Ես նրան մաս չեմ հաշվանում, որ մի բան որոշել ենք, հետո։ Ոչ, ոնց կան Արմեն Ադրբեջանում, չեն կարող, մենք չենք կարել այդ մնանք։ Ոչ, առաջներում այտենց էր։ Համը դեին ապրում, համը ստեին ապրում, ես անես թաղամաս էի ապրում, որ համ հայեր ապրում, համ թուրք, ես ոչ մի բան չեմ կարող ասել։ Թուրքը մտավ ստեղ, արդեն մենք Հայաստան չենք ունենա բոլորովին։ Ոնց կարա թշնամին ապրի մեզ հետ, իհարկե ոչ։ Ոչ, ես 88 թվից Բաքվից եմ, գնացել Հարաբաղ։ Այն ժամանակ արդեն հնարավոր չլալ, մենք ապրեինք դեղ։ Այս պահին այլ եւս չեն կարելու, իրանք կկանցնեն ապրեն, իրանք համարձակություն ունեն, բայց մենք չենք կարել։ Ալեն Սիմոնյանը ընտանիքը վերցնի, այս ուրան ամբողջ խմբով Նիկոլի գլխավորության գնա Բաքու ապրի, տեսնամ ոնց կապրի, բայց իրանք ընդունեն, հա։